շատ ջանք են գործադրել, շատ են աշխատել այս ամբողջի վրա։ Վերջին դասի թեման ընտրել են իրենք աշակերտները։ Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցի սովորողները արքայապատում վերնագրով ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունը բոլոր արքայատոհմերով։ Երբ որոշվեց, որ դպրոցները վերջին զանգին պետք է նախագծային աշխատանք ներկայացնեն, 9-րդցիները փորձեցին ժամանակ չկորցնել։ Մի քանի այցելություն ենք ունեցել պատմության թանգարանից սկսած, Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետ, այնուհետև Մատենադարանի գիտական մասնաշենք գնացինք, այնտեղ իրենց ուզող հարցերը հենց մասնագետները շատ նեղ մանր դետալներով կարողացան ներկայացնել, անմիջական մասնակիցները այդ դետալների ստեղծագործելու եւ դրանք ունենալու հենց իրենք աշակերտներն են։ Ուսուցանողը եւ իսկապես իրենք շատ մեծ աշխատանք են արել։ Հունվար ամսից ինտենսիվ աշխատանքներ են տարել։ Նախագիծը պատրաստելիս ուսումնասիրել են Հայաստանի 4 թագավորությունների պատմությունը, ոսկեվազի պատմական միջավայրում ներկայացրել այն, սեպագիր արձանագրություններից մինչև դրոշներ, դրամներ, զենքեր, միջնադարյան նիզակներ, վահաններ ու սաղավարտներ։ Աշակերտները ուսուցիչների հետ միասին են պատրաստել։ Մենք նույն թագավորությունից ենք, ես եւ Արեգը։ Արեգը մարմնավորում է Տրթատ 3-րդի կերպարը, իսկ ես մարմնավորում եմ Փարանձամի կերպարը։ Այս նախագծային աշխատանքը մեզ շատ օգնեց քննությունների առումով նաեւ։ Մենք մեր հայոց պատմությունը կրկնեցինք եւ հայոց պատմության քննությունները իմ կարծիքով շատ լավ կհանձնենք։ Այստեղ ներկա ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահ է, մշակութային կրթության տարի նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռել բացահայտել դպրոցականների ստեղծագործական ներուժը, ներկայացնել դպրոցականների, ուսուցիչների, ծնողների համատեղ աշխատանքի արդյունքը։ Ես Օլիմպիան եմ։ Սերում եմ ունած կայսերական տնից։ Այսպիսի ֆորմատներով մենք կրթում եւ դասյարակում ենք մեր երեխաներին, մեր աշակերտներին, քանի որ ինչպես գիտեք, չկա կրթություն առանց մշակույթի եւ չկա մշակույթ առանց կրթության։ Այստեղ այս տոնը մեզ հնարավորություն է ընձեռում միացնել երկուսը եւ ցույց տալ մեր ստեղծագործական ներուժը։ Ունենք տարբեր ֆորմատի, տարբեր մտահղացումներ, որոնք կարող է ինչ-որ հետաքրքիր մտքեր տան մեր թատրոններին եւ մեր պրոֆեսիոնալներին եւս։ Կրթական գերատեսչությունը ուսումնական տարեսկզբին դպրոցներին էր փոխանցել մշակութային վերջին զանգին նվիրված ուղեցույց, ընդգծելով ազգային եւ համամարտկային մշակույթը շեշտող տարրեր, գրականություն, թատերական ներկայացում։ Դպրոցները ազատ էին իրականացնելու մշակույթի ոլորտին առնչվող միջոցառումը։ 5 անդամից կազմված ժյուրին կընտրի լավագույն մշակութային վերջին զանգ միջոցառումը։ Յուրաքանչյուր մարզում եւ Երևանում կլինի 2 հաղթող ծրագիր՝ 1 հիմնական, 1 միջնակարգ կամ ավագ դպրոց։ Հայտերը կընդունվեն մինչև այդ արարողությունների ավարտից հետո մինչև մայիսի 29 ներառյալ, որից հետո իմ նշած կազմը, ժյուրիի կազմը մինչև հունիսի 8-ը ներառյալ կամփոփի եւ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից կհրապարակվեն արդեն հաղթող դպրոցների ցանկերը։ Այս դպրոցները նախարարության կողմից կխրախուսվեն ժյուրին գնահատելու այդ հայտերը 4 բաղադրիչով, ծրագրի բովանդակությունը պետք է նայի, լեզվի բաղադրիչը պետք է ուսումնասիրվի, երաժշտական բաղադրիչը, ստեղծագործականությունն ու նորարարությունն է։ Դպրոցները հայտերը պետք է ներկայացնեն մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում բացված էլեկտրոնային փոստի հասցեներին։ Հայտը պետք է ներառի միջոցառման ծրագիրը, սցենարը, միջոցառումից 10 լուսանկար եւ մինչեւ 10 րոպե տևողությամբ տեսագրություն, որն ի դեպ կարող է եւ սիրողական լինել։ Աբովյանի համար 2 հիմնական դպրոցը Հայաստանի ամենախոշոր դպրոցների տասնյակում է։ Մեծությամբ առաջինը վերջին շրջանում կառուցված նոր դպրոցներից։ Նորակառույց այս հաստատությունը այս տարի ճանապարհում է առաջին շրջանավարտներին։ Շինարարության մեկնարկից շահագործում մեր տեսախցիկը արձանագրել է ժամանակակից չափանիշներով դպրոցի կառուցման ընթացքը։ Հայաստանի 1400 դպրոցում 9-րդ դասարանն ավարտում է 39800, 12-րդ դասարանը 21500 սովորող։ Աբովյանի այս դպրոցի շրջանավարտները 141-ն են։ Արքայական պոլոնեզ պարը վերջին դասի առիթով է։ Տնօրենը հպարտանում է ոչ միայն այս ուսումնական տարվա, այլև վերջին տարիների գլխավոր ձեռքբերումը նոր դպրոցի կառուցումներ։ Մեզ են համեմատում, հա, այդպես 5 աստղանոց հյուրանոց, որտեվ մենք սովոր չենք այսպիսի որակներին, սա մեզ համար կարծրատիպեր կոտրող մի կառույց է իր բոլոր տեսակի առավելություններով։ Հարցնում են, արդյոք սա դպրոց է, իսկ այս դպրոցը վճարովի է։ Ոչ, իհարկե, այս դպրոցը պետական հանրակրթական դպրոց է եւ մեր պետությունը այսօր տալիս է հնարավորություն, նման հնարավորություն իր 1500-ից ավելի երեխաներին ստանալ լավ կրթություն Հայաստանում։ Արթուր Տաշյանի խոսքով ունեն բոլոր պայմանները լավ կրթություն կազմակերպելու հանրակրթության նոր չափորոշիչը ներդնելու համար։ Իր դասաժամերին ավարտական դասարանը ուսումնասիրել է նաև միջազգային գրականություն։ Նրանց վերջին դասը Նոբելյան մրցանակակիր գրողների փոխանցած արժեհամակարգի մասին է։
ուսումնական տարվա գլխավոր ձեռքբերումը չափորոշչի ներդրման աշխատանքների շարունակություններ, ինչպես գիտենք 7 դասարանում արդեն այս տարի ներդրվեց, եւ դա մեր գլխավոր այս տարվա անելիքներն էին, որի շրջանակում նաեւ դասագրքերի ստեղծում մնացած բոլոր գործընթացները։ Կարծում եմ տարվա առանձնահատկությունն այն էր, որ նոր չափորոշչի ներդրման շրջանակում նախագծային աշխատանքները հատկապես կարևորվեցին, որը հենց սեպտեմբերի 1-ով սկսվեց, երբ մենք փառատոն ունեցանք։ Այս տարվա մեր ամենագլխավոր ուղերձը մշակութային տարին էր։ Ուրախ եմ, որ այս տարին մեծ հնարավորություններ ընձեռեց թե ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկություններին ծանոթանալու, թե համամարտկային, թե ներազգային։ Ուսումնական տարում շարունակվել են ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերը։ Ուսուցիչների մոտ 20% անցել է կամավորատեստավորման գործընթաց։ Ուսումնական տարին ամփոփում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Մեկնարկել է հերթական ատեստավորման փոփոխված տարբերակը 24 թվականին էր մեկնարկել, բայց վերապատրաստումները 24-25 ուսումնական տարվա ընթացքում են նաև իրականացվել։ Արդեն այս տարի գարնանը իրականացվել է 25 թվականի հերթական ատեստավորման համար անհրաժեշտ ուսուցիչների գնահատումը եւ կարծում եմ այս տեսակետից եւս ուսումնական տարին բավական հարուստ էր։ Շրջանավարտներն ի դեպ ափսոսում են, որ երկար ժամանակ չունեցան սովորելու նորակառույց մեծ լուսավոր իրենց դպրոցում։ Այն շահագործվել է մարտին։ Շատ չի անցել, բայց արդեն ժպիտով են հիշում վերջին չարաճճիությունը, որպես պայմանական պատիժ զրկվել են դասղեկից։ Բացի դրանից հանձնարարվել է կարդալ Մուսա Լեռան 40 օրը գիրքը։ 930 էջանոց գիրք է։ Վերջի զանգի օրը ես խոսք ասացի, որ Բարսյալը պարոն Տաշյանին մոռացնել տա Մուսա Լեռան 40 օրվա մասին, բայց պարոն Տաշյանը չհամաձայնվեց եւ ասաց, որ քննության ժամանակ անպայման Մուսա Լեռը ինձ հարցնելու է։ Նպատակներ, որ իրենք արժևորեին իրենց դասղեկին այսօր, ոչ թե 9-րդ դասարանում բեմի վրա, բայց նաեւ պատիժը ուսուցողական է, որովհետեւ իրենք պիտի գիրք կարդան, հանձնեն, դա պայմանավորվածություն է երկուստեք, այսինքն դա ուղղակի չի իրենց հրամցվում, այսպես ասած, դա իրենք են նաեւ առաջարկել ու նախաձեռնել, որպեսզի իրենք հնարավորություն ունենային դասղեկի հետ շարունակելու ճանապարհը։ Դասղեկն էլ է կարծել, թե ներս գնաց, հա։ Եկեք Կիրակոսյանն է, ում համար իրենք պայքարել են։ Պայմանական պատիժը իսկապես պայմանական։ Շատ ավելի ինձ կապեց իմ դասարանի հետ։ Ջերմ, ես ոչ մի վայրկյանը չեմ պատկերացնում առանց իմ դասարանի։ Տոնական զգացողություններին կհաջորդեն ավարտական քննությունները։ Հիմնական դպրոցի առաջին քննությունը հունիսի 5-ին է հայոց լեզվից։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, Գևորգ Նահապետյան, Կիրակնորյալ օրեր։